Ես միշտ յուրաքանչյուր գործից հետո ասում եմ, որ ես պետք է սովորեմ վիդեոներ անելու, ավելի լավ անելու, ուսում եմ հաջորդ ավելի լավ կանեմ։ Մասով Ֆիլմում ամենաշատ կար մի կտոր, որ դուք շատ եք սիրում։ Որ հատված է։ Չէ, այդպիսի հատված չկա, ես որոր հատվածին ես շատ եմ սիրում, նույնիսկ այն տեսարանները, որտեղ ես չեմ եղել, Փառք ու պատիվ են խմբին, ովքեր աշխատել են ծայրից ծայր, բոլորը նվիրված իրենց գործն են արել, որոնց շնորհիվ ֆիլմը դարձել է ֆիլմ եւ ես շատ շնորհակալ եմ իրենց, որովհետեւ առանց իրենց նվիրված աշխատանքի իմ արածը չէր։ Ամենաբարդ դրվագը ձեզ համար ո՞րն է։ Ամենաէմոցիոնալ։ Ֆիլմի հենց առաջի օրվանից երբ ես ստացել եմ հրավերը, մինչև այս պահը եւ չգիտեմ դեռ ինչքան կշարունակի այդ պահը ինձ համար եղել է շատ դժվար, դաժան, որովհետեւ հարցեր կան, ներքին հարցեր կան, ես մի անգամ արդեն ասել եմ նմանություններ եմ գտնում, ինչ-որ աշխարհայացքներ եմ նմանեցնում ու ես էլ այդ հարցերի պատասխանները անդադման եմ գալիս, անդադ ուզում եմ գուցե չգտնենք այդ հարցերի պատասխանները, բայց կարծում եմ, որ մենք սխալներ ունենք, պետք է այդ սխալները ուղղել։ Բացի աշխարհայացքներից, երբեմն մտածել եք, որ պատասխանատվերն այդքան շատ նման են։ Շատերը մինչև այս ֆիլմը ասում են արտակնապես պապիկիս եմ նման, հիմա փոխվեց, ես միայն ուրախ եմ։ Արձագանքը գիտեք, այնպեսին է, որ բոլորը ասում են ինչ նմանակալը, ինչ նմանականները։ Ձայնը հատկապես շատ։ Եթե կարողացել եմ դա անել, իսկ դա ինձ դիպմամբ չեմ արել, ես փորձել եմ ուրիշ տեսակ անել, հա, մեկին մեկ չեմ փորձել անել, որովհետև դա կնմանվեր ինչ-որ տնազ անել կամ մուլտիպլիկացիոն ինչ-որ բանի կնմանվեր, փորձել եմ մեկին մեկ չանել, այլ ընդամենը ներվը, տղամարդկությունը, մտածելակերպը, էությունը հասցնել։ Մի հարց էլ, հա, տարբեր տեքստեր են հնչում ֆիլմում, հայրենիքի, Արցախի եւ այլն։ Եղել են տեքստեր, որոնց հետ դուք ինքներդ հաշտ չեք եղել։ Դուք հաշտ եք ձեր հենց այս կերպարի հետ ամբողջությամբ։ Ես երբեք ինչ հիշում եմ իմ ստեղծագործական կյանքը, ես այդպես հաշտ ու խաղաղ չի անցել իմ կյանքում, միշտ ինչ-որ վիճել եմ շատ բաների հետ, միշտ չեմ համակերպվել, միշտ ինչ-որ մի բան ուզեցել եմ դեպի լավը փոխել։ Կարծում եմ դա ինչ-որ բնավորության գիծ է, որ իմ ընտանիքից եմ շարանգել ու մինչև վերջ այդպես էլ կմնամ, ոչ թե երևի այլ հաստատ։ Հայրենիքը դու համար։ Հայրենիքը դա, չգիտեմ, հայրենիքը Աստված է։ Իսկ անկախությունը։ Նույնը, անկախությունը դա ոնց կարելի անկախության մասին խոսել։ Նույնը ոնց որ ասես, ծնողներիդ ինչքան ես սիրում։ Իսկ Արցախը։ Նմանապես։ Իսկ ինչու վերջին սպարապետը։ Որովհետև դա մի տեսակ հորետեսական բան է, ինչու վերջին, մենք էլի պիտի սպարապետների Բայց ես վստահ եմ, որ դուք այդ հարցը արդեն տվել եք։ Հա, երբ Ես ստացել եք պատասխան։ Այդ երևի արդեն սցենարի հեղինակի նկատիվ ունեմ, որ 20-րդ դարի վերջին սպարապետը, որովհետև 2 ամիս է մնացել ու 21-րդ դար թևակոպ են։ Բայց ֆիլմում ինձ շատ դուր է գալիս այդ արտահայտությունը, որ ասում եմ, մենք միշտ դռները բացել ենք ու ասել ենք, այս մեր տունն է, արի մեզ սպանի, արի մեզ կեր, մեր բարիքը, ու եթե ինչ-որ մի խել առել, որոշել է դիմադրել ու ինչ-որ բան անել, մեր ձեռով հերն անեցել ենք։ Երևի այդ միակ բանն է, որ ոչ թե կուզեի փոխվեր, այլ կուզեի չլիներ, կուզեի ուրիշ տեսակ մի քիչ մենք մտածենք, որովհետև մենք մեզ շատ ենք թերագնահատում։ Ես վերջերս շատ եմ նկատում, կամ մենք մեզ թերագնահատում ենք շատ, կամ գերագնահատում ենք շատ։
ես կողմնակից եմ, որ ճիշտ մենք գնահատենք։ Մենք ով ենք, ինչ տեսակ մարդ ենք, ինչ տեսակ գեն ենք, ինչ տեսակ մարդ ենք եղել անցյալում, ինչ ենք ուզում լինել ապագայում, ինչ տեսակ։ Ես կուզեմ այդ հարցերը մշակույթի տեսքով նաև դրվի եւ հարցերը եւ լուծումները, որովհետեւ տեսողականն է, այս արվեստը ավելի շուտ է մարդկանց գրավում, քան դպրոցներում կամ, չգիտեմ, ինչ-որ հիմա մանավանդ երիտասարդներից տիպես ինչ-որ բան կարդան։ Եվ այսպիսի հրաշալի առիթներ, որ շատ լինեն, որովհետեւ մենք շատ ունենք արժանի մարդիկ, որոնց մասին երևի շատ քիչ ենք լսել, որոնք այս երկրի համար կյանք են տվել։ Կյանք են տվել չվայելելով ոչ խնջույքներ, ոչ երեխաների բերկրություն, ոչ ինչ-որ շքեղ կյանք, այլ ուղղակի իրենց կյանքը տվել են։ Ես կարծում եմ, որ իմ ձայնը կլսեն ու եթե իհարկե իմ ասում եմ չէ պահանջ, եթե լինի կանենք, ես ինձ ունեմ թող լինի պահանջ։ Իսկ այս էպիկական կերպար է սա եւ ուզում եմ իմանալ օրինակ այդ նորերը խոսքերը ինչ կերպարը հասնի ձեզ հետագայում ապրելու ուղղով կամ չգիտեմ միշտ պիտի միշտ եք իստվում որովհետեւ Դուք ուզում եք ասել, որ հա, ես եթե խաղացել եմ այս կերպարը, այլևս կյանքում չեմ կարող ուրիշ բաներ անել կամ ասել, մտածել։ Սկզբունքները մշտապես պիտի ձեզ հետ լինեն ինչ-որ կարգ։ Գիտեք, այդ սկզբունքները ես մեր տանն եմ լսել, տեսել, այդպես մեծացել եմ, եթե իհարկե հետևել եք կարիերային, այսպես կարելի ասել։ Այդ նույն բաները լսել եմ իմ պապից, այդ նույն բանը իմ հայրը ականատես է եղել ոնց որ Սուրբիկյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի սենյակում, երբ Վազգենը Խորեն Աբրահամյանին ասել է ես քո Սարվարի եղբայրների Գևորգի կերպարով եմ մեծացել վարպետ։ Այդ ամենը չեն, ես որ երևի պատահականություն է կամ պատահականություն չի, չգիտեմ, բայց տեսեք արվեստը ինչ ուժ ունի։ Այսպիսի հանճարեղ մարդիկ մշակույթով են ձեռք բերել մի ուրիշ հանճարի խաղացածից։ Եվ կարծում մեր հաղթանակների գլխավոր պտուղը դա պետք է լինի, թե ինչ մշակույթ, ինչ արվեստ ենք տալիս սերունդներին, ում են նայում, ում են ուզում նմանվել։ Դուշման Վարդանը, Մոնթեն, Վազգենը, ու էլի շատ նվիրյալ տղերք, ինչի վրա են մեծացել դաստիարակվել։ Սովետական ֆիլմերի, որոնք քարոզում էին ֆաշիզմի վերջը, սովետական ֆիլմերի, որոնք քարոզում էին հայրենիքի համար արուն թափել, հայրենիքի համար զոհվել, հայրենիքի համար հաղթել։ Իսկ մենք ոնց որ այդ տեսակի ֆիլմեր չունենք։ Դրա համար նայում ես իրենց 24-25 տարեկան տղերք են, բայց ինչ հասուն ու իմ գիտեն ինչ են ուզում անել։ Իսկ այս ֆիլմը ինչ է կարծում, ազդեցություն կունենա այն սերնդի վրա, որը գաղտնիք չի, որ հիմա մենք ապատիկ վիճակում ենք, բարոյահոգեբանական անկում է ապրում։ Ես շատ սիրում եմ, շատ հարգում եմ, շատ գնահատում եմ մեր սերունդը, մեզնից փոքրերին, եկող սերունդներին, որովհետև նրանցից շատ-շատերին բախտավիճակվում ինձ դպրոցներում գնալ, նրանց հետ անհատապես շփվել, որպես հարց ու պատասխան այսպես, որպես ուղղակի նկարվել նրանց հետ դպրոցներ շատ եմ այցելում ու կարող եմ ասել, որ հիանալի սերունդ ունենք։ Ու այդ սերունդին պետք է լավ նյութ, լավ կերակուր, ինչը փորձում ենք մեկ-մեկ երևի ստացվում է մեզ նրանց տալ է կերակուրը, որ նրանք ուղղակի իմանան իրենց պատմությունը։ Մենք նրանց ոչ հրահրում ենք ինչ-որ մի բանի, ոչ ասում ենք այլ դու էլ պետք է այսպես լինես, ոչ ոք չի կարող այսպես լինել։ Ոչ ես, ոչ դուք, ոչ մնացածը։ Այլ ուղղակի ասում ենք իմացեք ձեր պատմությունը։ Ու ես էլի առիթներ եղել խոսելու, որ ասել եմ շատ կուզենամ, որ մեր միջնադարը, մեր նախնադարը, մեր դրա մասին ֆիլմեր նկարահանեն, որովհետև մեր ամենահին կերպարները ֆիլմի տեսքով որ ունենք, դա Եղեռնից մազապուրծ եղած արունլվիկ մարդիկ են, որ ես չեմ ուզում այլևս տեսնել։ Ես ուզում եմ տեսնել 7-րդ դարի հայը ինչ տեսակ է էկրաններից։ Ինչ է երգում, ինչ է ուտում, ոնց է աշխարհին վերաբերում, ոնց է հողը սիրում։ 11-րդ դարը, մեր թվարկությունից առաջ 5-րդ դարը, այդպիսի ֆիլմեր եմ ուզում տեսնել։ Այդ որ մենք մի քիչ մեզ ճանաչենք ուղղակի, որ ասեն ինչ է, ինչ կոստյում է գրել, ինչ է հագել, ուղղակի իմանանք ինչ տեսակ է եղել հայը։ Բացի այդ դա նաև կմարմնավորի մեր ժամանակների այսօրվա հերոսին։ Գուցե Մենք այսօր մեր ժամանակների հերոսի կարիք ունենք։ Ես կարծում եմ դեռ կողքեր հիմա սահմանում, եղել են սահմանում, որքեր ինձ ընտեզորի հասնեցին, բոլորը ստեղծել բոլոր հերոսները։ Ձեր էմոցիաները բառերով եթե փորձեք Շատ դժվար է հիմա չգիտեմ նախ Ավելի հանգիստ եք, քան մինչ
Հիմա մի քիչ ավելի հանգիստ եմ, թեկուզ այսքան տեսախցիկ աշխատում եմ այսքան խոսափողներով, այդքան անհանգիստ չեմ, ինչքան ֆիլմի սկզբից էր։ Բայց չգիտեմ, մնացածը երևի թողնեմ ձեր դատին, գուցե ինչ-որ մարդիկ գտնվեն, ինչ-որ բաներ կման գան կգտնեն, գուցե մարդիկ ուղղակի կասեն ապրեք, որ այսպեսի գործ է արվել, կարևոր գործ է։ Մարդիկ լինեն շատ կինո քննադատորեն կվերաբերվեն եւ ինչ-որ բաներ կասեն, ինձ համար դրանք այդքան էական չեն, կարևորը որ կա այս ստեղծագործությունը, որ այլևս պատմություն է ու մեզ հիշացնում է ինչ-որ բաներ մեր անցյալից, մեր սխալները, մեր ուժը, մեր սխալների վրա սովորել փորձելը։ Շնորհակալ եմ։ Ես եմ ձեզ շնորհակալ, ապրեք։ Ստոպ բան։